Որքան էլ երդվյալ իրատես լինենք, այդուամենայնիվ մեզնից յուրաքանչյուրն իր հոգու խորքում հավատում է ամանորյա հրաշքներին եւ փորձում մի փոքրիկ հրաշք էլ պարգեւել իր սիրելիներին, հարազատներին ու մտերիմներին։ Թերևս նաեւ դրանով է պայմանավորված, որ ամանորյա տոներից օրեր առաջ բոլորս շտապում ենք ընտրել հետաքրքիր ու խորհրդանշական նվերներ։ Մեր համակարգացիներին այս տարի գնումներ կատարելու յուրահատուկ հնարավորություն ընձեռվեց Հյուսիսային պողոտայում կազմակերպված ամանորյա եւ Սուրբ Ծննդյան առաջին տոնավաճառի տեսքով։ Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Պասկալ եւ Դիոդատո ընկերության նախաձեռնությամբ։ Ավելի շատ ընդունված է սա եվրոպական երկրներում։ Սենց բան չի եղել։ Ես էլ եմ շատ ուրախ, որ նման միջոցառումներ են կազմակերպվում։ Մենք ուրախ ենք եւ շնորհակալ ենք պարոն քաղաքապետին եւ իր անձնակազմին, որ սենց բան իրադարձություն տեղի ունեցավ Երևանի մեջ, որովհետեւ ուզեմ նշել, որ այս առաջին անգամն է համայն Կովկասում այս սենց բան տեղի չի ունեցած եւ տեղի է ունենում Հայաստանի մեջ, մենք հբարդ ենք դրանով։ Մենք դուրս ապրելով երկար տարիներ, հիմա ստեղ ենք, ուզում ենք մի բան լավ մեր հայրենիքի համար անել եւ ադիգա իրականություն չէր դառնալ, եթե ոչ Երևանի քաղաքապետարանի օժանդակությունը։ Մայրաքաղաքի տոնական լույսերի միացման հանդիսավոր արարողությանը շտապող քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս ընթացը ծանոթացավ Երևանում առաջին անգամ կազմակերպված տոնավաճառի աշխատանքներին։ Քաղաքապետարանի այս քաղաքականությունն է, որ քաղաքապետարան մասնավոր համագործակց է։ Սա եւս մի ապացույց է, որ համագործակցությունը ստացվում է։ Եվ քաղաքապետային դերերում շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Շնորհավորում գալիք նոր տարի։ Հատկանշական է, որ երեկոյան հեքիաթը կեսգիշերից հետո չի ավարտվում։ Տոնավաճառը հյուրընկալ է նաև ցերեկը։ Մեր մշակութային կենտրոնի սաների աշխատանքներն են ներկայացված, ամբողջությամբ ձեռքի աշխատանք, ուրեմն ունենք մոտավորապես երևի մի 100 նմուշ։ 16 տաղավարներում ներկայացված են 11 ընկերություններ, նաև Երևանի քաղաքապետարանը։ Տոնական զարդարանքով տնակներ հենց զարդարանքի պարագաներով, հուշանվերներ, քաղցրավենիք, սպոսանք, մի գավաթ տաք ըմպելիք կամ քաղցը հագեցնող որևէ բան եւ հաճելի ժամանց։ Սա տոնավաճառի պատկերագրությունն է, նաև ամանորի յուրօրինակ ազդարար։ Կարծում եմ հիանալի գաղափար է։ Լավ կլինի, որ շարունակական լինի։ Հաճելի է նոր դարվա արդիվ լավ պայմանում։ Գլեն գնումներ անելու լավ հնարավորություն է, շատ լավ հնարավորություն է։ Այո, շատ ուրախացա, որ այսպիսի բան են մտածել։ Երևանի քաղաքապետարան մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակն ապացուցում է, որ սիրելի քաղաքի նկատմամբ քաղաքապետի դրսևորած հոգատարությունն ու սրտացավությունը վարակիչ կարող է լինել նաև տնտեսվարողների համար, ովքեր իրենց հերթին իրապես մեծ նվիրումով արեցին հնարավորը, որպեսզի սիրելի երևանցիների եւ մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար ապահովի լիարժեք տոնական տրամադրություն։ Նոր տարին միշտ հեքիաթային տրամադրություն է ստեղծում մարդկանց համար, շատ գովելի է, որ մեր քաղաքապետարանը կարողանում է սենց բաներ կազմակերպի։ Հյուսիսային պողոտայում կազմակերպված ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնավաճառը կգործի մինչեւ հունվարի 13-ը։